է քննարկվում ընդհանուր առմամբ 595 միլիարդ հայցագնով։ Իհարկե, այստեղ նաև պետք է ես ուղիղ խոստովանեմ, որ մենք այստեղ ավելի մեծ տեմպեր էինք եւ ենք ակնկալում, քան ունենք։ Եվ այստեղ հարցը իսկ ինչու մենք այս ուղղություններով, ընդ որում ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև ենթադրում եմ որոշ հանցագործությունների բացահայտման առումով բավարար տեմպով առաջ չեն գնում։ Սա այստեղ են դեպքն է, որ ես այո, էլի ուղիղ եւ առանց սեթևեթանքի ասում եմ, որ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք այստեղ շատ ուղիղ եւ շատ ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ։ Երկար տարիներ Հայաստանում ձևավորված համակարգված մաֆիայի դեմ։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ընդգծել, որ այս բանը, որ մենք ապօրինի գույքով այսքան ենք վերադարձրել եւ ոչ այսքան, մեր ընդդիմադիրները շատ հաճախ մեր երեսով են տալիս։ Շատ, բայց նրանցից ոչ մեկ իր ծրագրում չի ասում, որ այս ապօրինի գույքը կգամ ավելի լավ կվերադարձնեմ։ Ընդհակառակ միակ ուժը Հայաստանի Հանրապետությունում, որ շարունակում է սկզբունքային մնալ այս կետի վրա, այդ մենք ենք։ Ուրիշներն ասում են, այդ էր խոսացի կանցավ գնաց, բայց այդ իրանք են, ում մասին մենք խոսացինք, նրանք իրանց դեմ արվող գործողության ոչ էֆեկտիվությունը փորձում են օգտագործել մեր դեմ, ասելու վայ, այդ տեսակ ասեցին չեն անում, բայց նրանցից ոչ մեկը չի ասում ես կգամ կանեմ, նրանք մեզ մեղադրում են բավարար տեմպով չանելու մեջ, եւ մենք ենք միակ քաղաքական ուժը, որ միջև նա որևէ շեղում չի եղել այս քաղաքական ուղեգծից, երկրորդն էլ մենք միակ ուժն ենք, որ հետևողականորեն այս թեզը շարունակում ենք պահել մեր քաղաքական օրակարգում։ Ոչ միայն շարունակում ենք պահել, այլև այս տարբերակ չկա։ Ինչպես ասել եմ, շարունակում եմ ասել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, այսօր մենք ունենք շատ ավելի մեծ հաջողություններ, քան տեղավորվում այս ենթավերնագրի ներքո։ Նույն հեծի պատմությունը։ Հեծը ամենամեծ ապօրինի ձևով, ծիծաղելի ձևով, ընդ որում այս են դեպքն է, որ քաղաքացիական շարժումները օգտագործելով ծխածածկույթի ներքո սղացրել են, մենք հիմա վերադարձրել ենք, դե ֆակտո, դե յուրե էլ կվերադարձնենք։ Դա Հայաստանի ամենախոշոր ստրատեգիական ենթակառուցվածքն է։ Հայաստանի Հանրապետ, եւ էլ չեմ ասում, հələ զուգահեռ մենք ինչ ենք բացահայտել ենք, որ այդ մարդիկ, որոնք հեծը տիրապետեր են, այդ մարդիկ փաստորեն մեզնից հոսանք գողանալիս են եղել։ Տասնյակ տարիներով մեզնից այդ մարդիկ այսօր խոսում են բանակի մասին, զորամասից այդ մարդիկ հոսանք գողանալիս են եղել, ոնց օգտագործված հոսանքի չափից ավելի հաշիվներ են գրել։ Այդ որ ասում են միլիարդներ ունենք, մեզնից հոսանք գողանալով եք արա դուք միլիարդ, մեզնից եւ չգիտեմ ելումից։ Եվ չնայած 2024 թվականին նրանք այդ բազաները ամբողջությամբ ջնջել են, բայց նաև ես հույս ունեմ, որ մեր իրավապահները քրեական գործով քննությամբ դա կկարողանան ապացուցել։ Մենք որոշակի օպերատիվ տեղեկություններով միայն 3 բաներում ոնց էր կոչվում, մասնաճյուղերում վերլուծություն են իրականացվել, իրանց ոնց են կոչվում, տենց իրանց մասնաճյուղն 8 մասնաճյուղից 3-ում արած վստահ չեմ ինչա, մենակ այդ 3 տեղամասում հիմնավորվում է մոտավորապես միլիարդների, ասենք, եթե հիշողությունից չի դամացում, 6 միլիարդ դրամի հոսանքի հավելագրում, եւ ում վրա զորամաս, մանկապարտեզ, պետական հիմնարկ, հիվանդանոց, ու այդ մարդիկ եկել են ինչ-որ բաների մասին են խոսում, զորամաս,
Նաև ուզում եմ արձանագրել հետևյալը, ուզում եմ, եթե տեսել եք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ լուրի համար, որովհետև մեր հայցով Միացյալ Նահանգներում նախկինում նախարարի պաշտոն զբաղեցրած անձի տունը հանվել է աճուրդի, ամեն դեպս այո, տունը աճուր եւ հիմա սկսվել է process եւ շնորհակալ ենք Միացյալ Նահանգների կառավարությանը, որ այդ տան վաճառքի գնի որոշակի տոկոսը մեծ մասը իրեն ծախսերը հանած եւ այնտեղ ինչ որ հաշտության էլեմենտ էլ ա եղել դատավարության process-ի մեջ, այդ մնացած ծախսերը հանած վերադարձվելու է Հայաստանի պետական բյուջեին։ Ես հիմա չեմ կարող կոնկրետ թիվը ասել, որովհետեւ իրանք, բայց խոսքը տասնյակ 10-20 երևի միլիոն դոլարի մասին է։ Սա ինչի մասին է, որ այո, այս փաստը մեր դեմ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի դանդաղ աշխատանքը եւ խնդիրները, որովհետեւ իմիջիայլոց մաֆիան գիտեք ինչով է մաֆիա, որ դու երբեք չգիտես ինքը որտեղ է։ Չգիտես ինքը կարա լինի կառավարությունում 1000 ներողություն, կարա լինի 1000 ներողություն ազգային ժողովում, կարա լինի 1000 ներողություն դատարանում, ինքը դրանով է, կարա լինի 1000 ներողություն դատախազությունում, չգիտեմ, քննչական, ինքը դրանով է մաֆիա։ Բա որ պարզելներ ով է որտեղ է երբ է, 5 րոպեում հարցը կլուծեինք։ Եվ մենք այս մաֆիայի դեմ պայքարը հետևողական շարունակելու ենք ու շարունակելու ենք։ Այսօր նաև գնալով շատանում են այն մարդիկ, ովքեր լացուկոծ են բարձրացնում բանակի համար։ Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության բանակում 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ վարձատրություն ստացող, ես աշխատավարձ բառը պետք է նախկինն ասացնել, վարձատրություն, որովհետև այնտեղ տարբեր կոմպոնենտներ կան, զինծառայողներ կան։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ պատշաճ գնահատանքի չարժանացավ Պաշտպան հայրենիաց ծրագիրը, սիրելի բարեկամներ, որովհետև Պաշտպան հայրենիացը ինչ ծրագիր է։ Զինվորը, զորակոչիկը պայմանագիր է կնքում 2 տարվա փոխարեն 5 տարի ծառայելու վերաբերյալ եւ ինքը հնարավորություն ունի պայմանագրային նախ այդ ծառայության վերջում ինքը 5 միլիոն դրամ է ստանալու եւ ատեստավորման արդյունքում ինքը կարա ընդհանուր ստանա 500,000, 600,000, ընդհանուր 700,000 դրամ աշխատավարձ։ Եվ այսօր ես ներողություն եմ խնդրում, բայց ես սա կարևոր եմ համարում ընդգծել։ Այդ զինվոր տղաները 18-19 տարեկան ամեն ամիս իրանց տուն տանում են այնքան փող, որ հարցը թե այդ տներ վերջին անգամ միանվագ այդքան փող ինչքան է մտե։ Եվ այդ տղաները ծառայությունից դուրս ապրում են իրենց տանը։ Սա եւ սոցիալական խնդիր է, սա եւ սա տարածքային համաչափ զարգացման խնդիր է, որովհետեւ իրանք դրանով կապվում են իրանց ընտանիքների հետ։ Սա եւ անվտանգային խնդիր է, սա եւ 2018 թվականին կներեք, 21 թվականին մեզ ասում են, այդ ոնց եք պրոֆեսիոնալ, գրել եք պրոֆեսիոնալ բանակ, ոնց եք համ բանը ժամկետայինը պահելու, համ բանակը պրոֆեսիոնալ դարձնել, սենց։ Երբ որ մենք խոսում ենք բանի մասին, լրացուցիչ 6 միլիարդ դոլարի մասին, ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ եւ տեսեք, թե ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ եւ տեսեք, թե ինչպես է անվտանգությունը եւ զինվորի բարեկեցիկ եւ հարմարավետ ծառայություն։ Ավարտեմ արդեն։ Ավարտեմ։ Կարևորն է նա, որ բանը չելենջը անցանք։ Կուզեք հաջորդ նիստը շարունակեմ։
Շատ լավ, ես էլ ասեմ, երկու բան էլ ասեմ։ Չէ, երկու բան, լավ։ Ամրացված շրջանները։ Ընդդիմությանը խնդրում աղաչում ենք, ասում ենք, լսեք, եկեք, հրավիրում ենք ձեզ, եկեք գնանք նայենք։ Եկեք գնանք նայենք, եւ դուք ցույց տվեք ձեր ժամանակ դրան, թեկուզ 73 կիլոմետր մոտիկ որևէ բան, ցույց տվեք մի հատ ուղակի։ Այդ որ իրանք իբր մեզ հակադարձում ենք, որ ասում ենք մեր ամրացված շրջանների դուք բանը կանսերվի կոկոշներով եք բան արել, ձեր այլընտրանք եղել է կանսերվի կոկոշներ, ստեղ վրթովում խնդրական խոստումներից էր եւ սա կարևոր է 2.5 տարվա փոխարեն հիմա այլևս ժամկետային զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է։ Եվ սա նույնպես խաղաղության կոնկրետ արդյունքներից մեկն է, որը ես կարևոր եմ համարում ընդգծել, դե իսկ սպառազինությունների ձեռքբերման մասին, որը այո, այդ թվում մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով նաեւ արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցներով է ձեռք բերել, հիշում եք, որ ես անդադ Հայաստանի արտաքին պարտ, պետական պարտ, այդ շահարկումներին արձագանքեցի, ես հիմա սպառազինությունների մասին չեմ խոսում, որտեղ ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, եւ մենք ելի ուզում եմ ընդգծել, բացարձակապես մենք ընդհանրապես այդպիսի մտադրություն ոչ ունեինք, ոչ էլ տեն ցանկություն ունեինք, մանավանդ որ մեր շատ գաղտնի ինֆորմացիաներ, գաղտնի ոչ չէ, ասենք ինչ-որ բաներ կա, մեկա բոլոր երկրները իհարկե անում են եւ սենց թե նենց մամուլում միջազգային շրջան արվել է, մենք ինչ ենք ձեռք բերել, բայց ամեն դեպքում, բայց մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին եւ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրենք իմիջայլոց միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո եւ ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին, որպեսզի հույս ունենանք հարցերը փակվեն։ Ինչ? Եվ արտադրել շատ կարևոր հիշեցում, որովհետեւ նախորդ 3 տարվա ընթացքում մենք Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում։ Սա էլ մի կարևոր առանձնահատկություն, բայց իհարկե հանդեսը ցուցադրությունը սպառազինության այն ինչ որ մենք ուզում ենք քողարկել, կքողարկենք եւ այն ինչ որ ուզում ենք որ մարդիկ չտեսնեն, կնայեն եւ չեն տեսնի։ Եվ սա կարևոր առանձնահատկություն է։ Ուզում եմ եւս լավ կրճատեմ խստորեն, որովհետեւ sense տենենց էսա հարց ու պատասխան պետք է անենք, այսինքն ես դե հնարավոր չշարունակել, գոնե այսօր պակաս կարևոր չի։ Մենք այս ընթացքում Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում ձեռք ենք բերել դեսպանատներ։ Նրանք ովքեր եղել են Լոնդոնում մեր դեսպանատանը, ասում այսինքն Երանի չտեսնեին դա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը Լոնդոնի ամենակենտրոնում, ինչ